Օրոլոգիան որպես բժշկության առանձին ճյուղ սկսեց ձևավորվել Հայաստանում դեռևս 20-րդ դարի սկզբին։ Սկզբնական շրջանում օրոլոգիական միջամտությունները հիմնականում կատարվում էին ընդհանուր վիրաբույժների կողմից։ Սակայն Երևանի պետական բժշկական ինստիտուտի հիմնադրմամբ 1920 թվականին սկսվեցին նաև նեղ մասնագիտացումներ։ Օրոլոգիան դասավանդում էր պրոֆեսոր Համբարձում Քեչեկը, հայ օրոլոգիայի հիմնադիրներից մեկը։ 1940-ից 60-ականներին Երևանում բացվեցին առաջին օրոլոգիական ծառայությունները, իսկ 1961 թվականին առաջին օրոլոգիական բաժանմունքը Ավետ Միդոյանի գլխավորությամբ։ Հետագա տասնամյակներին հայկական օրոլոգիան զարգացավ միջազգային համագործակցության շնորհիվ։ Հենց այդ տարիներին մասնագիտական կապեր հաստատվեցին Խորհրդային Միության առաջատար կենտրոնների հետ, որոնց թվում պրոֆեսոր Արամ Աբրամյանի եւ Աշոտ Գասպարյանի շնորհիվ։ Հայաստանի օրոլոգիայի հետագա զարգացման մեջ մեծ ներդրում ունեցավ պրոֆեսոր Իվան Աղաջանյանը, մինիմալ ինվազիվ եւ էնդոօրոլոգիայի հիմնադիրը Հայաստանում։ Նա առաջինն էր, ով 1987 թվականին իրականացրեց տրանսօրենտրալ միջամտությունները եւ հետագայում Ամերիկայի գործընկերների օգնությամբ ներդրեց բոլոր ժամանակակից մեթոդները։ 90-ականներից սկսվեց ժամանակակից օրոլոգիական կենտրոնների ձևավորումը, իսկ 2005 թվականին հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ եւ բարերարների նվիրաբերումներով հիմնադրվեց Իզմիրլյան բժշկական կենտրոնի օրոլոգիական բաժանմունքը, դառնալով այս ամենի արժանի շարունակողը։ Ամեն ինչ սկսվեց այստեղից 20 տարի առաջ։ Այդ ժամանակ Սուրբ Ներսես մեծ բժշկական կենտրոնի տնօրեն Սևակ Ավակյանը զանգարեց ինձ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ ես աշխատում էի, եւ կիսվեց իր գաղափարով, որ մտադիր է ստեղծել ժամանակակից ուրոլոգիայի բաժանմունք Սուրբ Ներսես մեծ բժշկական կենտրոնում, որը գտնվում էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, եւ այդտեղից սկսեցինք։ Կարծես մի քանի օր առաջ էր, երբ որ Արտուր Գրաբսկին զանգ տվեց եւ ասաց, որ ուզում են շուկով նշել ուրոլոգիայի բաժնի եւ լիթոտրիպսիայի ստեղծման 20-ամյա տարեդարձը եւ ի զարմանս ինձ հասկացա, որ ժամանակը շատ արագ է անցնում եւ ակամա վերապրեցին բոլոր օրերը, երբ որ արդեն Սուրբ Ներսես կոչվող բժշկական հիմնարկի, որի տնօրեն էի նշանակվել, մի բավականին ծանր էտապ էր անցնում, երբ մասնագետները հեռացել էին, չկային սարքավորումներ, աշխատանքային պայմանները բավարար չէին, բարելավված չէին, եւ մենք հանձնառանք ուրեմն վերակենդանացնելու այդ հիվանդանոցը, քանի որ դա մի կարևոր եւ եզակի հիվանդանոց էր այն ժամանակ, եկեղեցապատկան միակ հիվանդանոցը։ Պետք էր առաջին հերթին համադրել պրոֆեսիոնալներով եւ անհրաժեշտ սարքավորումներով։ Եվ ահա մենք հրավիրեցինք Արտուր Մկրտիչևիչին Գրաբսկի ղեկավարելու այդ ծառայությունը, ուրոլոգիայի ծառայությունը։ Առաջի հերթին փորձեցինք ավելի բազմապրոֆիլ սարքել հիվանդանոցը, ոչ միայն պրոկտոլոգիական ուղղությամբ, այլ նաեւ առանձին մասնագիտություններ ներառելով մեր ծառայությունների փաթեթի մեջ եւ դրանցից մեկը անշուշտ օրոլոգիան էր։ Ինձ մնում է միայն սիրով շնորհավորել մեզ բոլորիս, շնորհակալություն հայտնել, որ այն սկիզբը, որ դրվել է, այս 20 տարիների ընթացքում ոչ միայն պարզապես շարունակվել է, այլ բարգավաճել է, ավելացել է եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս բաժանմունքի հիմնմանը, ստեղծմանը եւ զարգանալուն իմ խորին շնորհակալություն եմ հայտնում եւ կրկին անգամ շնորհավորում եմ։ Հետագայում կոլեկտիվը համալրվեց նոր բժիշկներով, բուժքույրերով, ձևավորվեցին նոր մասնագիտական թիմեր եւ տարվա վերջում արդեն կար օրոլոգիական կլինիկա։ Այդ տարիներին Երևանի պետական բժշկական համալսարանի օրոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արմեն Մուրադյանը առաջարկեց կլինիկայի ամբողջ կազմով մտնել ամբիոն եւ այս օրոլոգիական բժշկական կենտրոնը հանդիսացավ բժշկական համալսարանի կլինիկական բազա։
այդ կլինիկան աչքի է ընկել ինովացիոն տեխնոլոգիաներով, նորարարություններով, ապացուցողական մտածելակերպի ջատագովների թմով եւ այս պահին հանդիսանում է հանրապետության լավագույն հաստատություններից մեկը որպես ուրոլոգիայի կլինիկա, որպես մի հաստատություն, որտեղ որ եւ ակադեմիական գործընթացներ են տեղի ունենում եւ գիտական նորարարություններ եւ անշուշտ մեծ ծավալի կլինիկական գործունեություն է ծավալած։ Ես սրտանց շնորհավորում եմ այն մարդկանց, ում հետ ինձ բախտ է վիճակվել տարիներ շարունակ աշխատել եւ ցանկանում եմ, որ իրենց աշխատանքի մեջ մշտապես հաջողությունը եւ երախտագիտությունը անսպառ լինեն։ Հարյուրավոր ուսանողներ ինչպես Հայաստանից, այդպես էլ այդ երկրից ստացել են ուրոլոգիական կրթություն այստեղ եւ բազմաթիվը իրենցից ոգևորվելով նաեւ ընտրել են իրենց մասնագիտությունը ուրոլոգիա եւ կապել ապական մեր հետ։ 2012 թվականից մինչև 2014 թվականը կենտրոնը ղեկավարեց պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։ Նրա ղեկավարության օրոք 2013 թվականին ավարտվեց բժշկական կենտրոնի խոշորածավալ վերակառուցումը։ Հիմնարկը ստացավ ժամանակակից տեսք, տեխնիկական նոր մակարդակ։ Հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ անվան պաշտոնական փոփոխությունը՝ Սուրբ Ներսես մեծ կենտրոնից Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Նոր փուլը նշանավորվեց նաև նորագույն դիագնոստիկ եւ բուժական սարքավորումներով։ Այդ տարիները դարձան վերածննդի եւ արդիականացման շրջափուլ։ Այսօր Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում աշխատում են 2 տասնյակից ավել ուրոլոգներ։ Նրանք պարզապես գործընկերներ չեն։ Դա մի հզոր դպրոց է, ուր արկա է մեկ մտածողություն, մեկ հիմնական նպատակ։ Բժշկական կազմից շատերը ուսանել են արտասահմանում, սակայն չեն լքել ոչ հարազատ երկիրը, ոչ էլ հարազատ կլինիկան, իրենց երկրորդ տունը։ Վերադարձել են եւ այստեղ իրենց գիտելիքներն են կիրառում, զարգացնելով հայկական ուրոլոգիական դպրոցը։ Սկսել ենք զերոյից առանց որևէ ձևաչափերի։ 2 հոգով՝ ես եւ բուժքույր Քրիստինան։ Մեզ հատկացրեցին ազատ հարկ, որտեղ կար միայն հիվանդասենյակներ եւ մենք էինք։ Եվ այդտեղից սկսվեց մեր բաժանմունքի պատմությունը։ 2016 թվականից ի վեր Իզմիրլյան բժշկական կենտրոնը ղեկավարում է պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Նրա հետևողական աջակցությամբ ուրոլոգիայի բաժանմունքը մտավ զարգացման նոր ժամանակակից փուլ։ Շնորհիվ կառավարման վստահ մոտեցման հնարավոր դարձավ ներդնել նորագույն լազերային, հեռահար եւ էնդոսկոպիկ տեխնոլոգիաներ, ընդլայնել ծառայությունների շրջանակ, վերազինել բաժանմունքը նոր սերնդի սարքավորումներով, բայց ամենակարևորը պահպանվեցին արժեքները։ Մենք այսօր պատիվ ունենք տոնելու Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի 20-ամյակը։ 20 տարի առաջ ստեղծվեց բաժանմունքը եւ քայլ առ քայլ, ինչպես նորացումը, այնպես նաեւ այդ բաժանմունքը աճեց, զարգացավ, բարգավաճեց, կանգնեց ոտքի, քայլեց, ապա նաեւ վազեց։ Ինձ համար մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն լինել Իզմիրլյան բժշկական կենտրոնի ղեկավարը եւ Իզմիրլյան բժշկական կենտրոնում ունենալ այնպիսի կազմակերպված, հավասարակշռված, խելացի իմաստուն բաժանմունք, ինչպիսին ուրոլոգիական բաժանմունքն է։ Մեր ուրոլոգները թերևս լավագույններից մեկն են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ տարածաշրջանում։ Եվ այդ բաժանմունքը ղեկավարում է պրոֆեսոր Արտուր Գրաբսկին։ Եվ Գրաբսկու եւ բաժանմունքի մյուս աշխատակիցների շնորհն է, որ կարողանում են աճեցնել շատ իմաստուն եւ շատ բանիմաց երիտասարդական կադրեր։ Այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր կենտրոնի առաջատար բաժանմունքներից մեկը, լոկոմոտիվը, դա ուրոլոգիական բաժանմունքն է։ Բաժանմունքում տեղյակ են համաշխարհային գիտության բոլոր ձեռքբերումներին եւ փորձում են դրանք ներդնել պրակտիկ կիրառական բժշկության մեջ։ Շատ ուրախալի է տեսնել, թե ինչպես են
բոլոր այն ձեռքբերումները գիտության, որ տարածվում է աշխարհով մեկ, տարածվում է նաև Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Իզմիլյան բժշկական կենտրոնում։ Շնորհավորում եմ բաժանմունքի 20 տարին։ Առավել քան վստահ եմ, որ այն, ինչ արվել է այս 20 տարիների ընթացքում, հաջորդ սերունդները բազմապատկելու են իբարս մեր ժողովրդի, իբարս մեր պետականության, իբարս մեր հայրենիքի։ Մենք առաջինն էինք, որ 15 տարի առաջ Հայաստանում ներդրեցինք լազերային ուրոլոգիան։ Այդ տեխնոլոգիաները թույլ են տալիս բուժել հիվանդներին արագ, արդյունավետ եւ անվնաս։ Նաեւ վերջի 3 տարին ակտիվորեն կիրառում ենք լապարասկոպիկ վիրահատությունները ուռուցքային հիվանդությունները բուժելու համար։ Հարյուրավոր պացիենտ արդեն ապաքինվել են եւ մի քանի օրվա ընթացքում վերադարձել են տուն։ Ներդնելով նորագույն սարքերը, մենք դարձանք Մզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոն, որով կարողանում ենք ապահովել ամենաժամանակակից եւ նորագույն բուժումը ոչ միայն ամբողջ Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այո, բուժումն ապահովվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 20 տարվա ընթացքում օրոլոգիական կլինիկան համագործակցում է նաև գործընկերների հետ աշխարհի տարբեր երկրներից՝ Լոս Անջելեսից Բոստոն, Նյու Յորքից Փարիզ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ, եւ նրանք հանդիսացել են ոչ միայն բարերարներ, այլ նաև ավագ գործընկերներ, ուսուցիչներ եւ մասնագիտական նորամուծություններով կիսվողներ։ Անգնահատելի է ամերիկահայ անվանի բժիշկ, ամերիկյան օրոլոգիական ասոցիացիայի անդամ, ամերիկյան վիրաբուժների կոլեգիայի անդամ, հայկական օրոլոգիայի պատրիարք, պրոֆեսոր Կարո Դերցակյանի եւ նրա գործընկեր Հարի Կոզենի ներդրած ավանդը մեր երկրում օրոլոգիայի զարգացման գործընթացում։ Նրանց շնորհիվ հաջողվեց Հայաստանում ներդնել լազերային օրոլոգիա։ Սիրելի գործընկերներ եւ ներկաներ, ինձ համար մեծ քողնակություն է ցեզ հետ ըմբոշխնել այս շրջագերի օրը։ Մենք կնշենք նշանակալից ձեռքբերումը, որուն մեջ Հայաստան սպիրտ համագործակցությունը կարևոր դեր է խաղացել։ Այս պահին ես կցանկամ իրախտագիտության խոսք հայտնել ամերիկյան Healthtronics Corporation-ին եւ անոր փոխնախագահ բարոն Գարի Կոզենին իրենց դարիներու ընթացքին գդարած արտիական բժշկական սարքերու նվիրատվություններուն համար Գարի եւ Դեբի Կոզենը իրենց շերմ շնորհավորանքները գոհարգեն Ամերիկայի Միացյալ Նահանգներեն այս պատմական օրվան արդիվ։ Իզմիլյանի օրոլոգներու համերաշ խմբային աշխատանքը բժիշկ Գրաբսկի հմուտ ղեկավարության տակ եղավ օրինագելի եւ մեծապես նպաստեց այս ծրագրի հաջողությանը։ Գուզեմ նաև շնորհակալություն հայտնել Սուրբ Ներսես եւ Իզմիլյան բժշկական կենտրոնի դնորեններուն, բժիշկներ Սևակ Ավակյանին, Արմեն Մուրադյանին եւ Արմեն Չարչյանին, օրոլոգիայի բաժանմունքին հանդեպ իրենց ցուցաբերած անվերաբահ աջակցության համար։ Եվ վերջապես գուզեմ կնահատել եւ կարևորել դիգնոջս Սիլվիին թերը 1987-ին ի վեր անմիշտ նեցուկ կանգնած է եւ քաչալերած իմ հայաստանյան բժշկական առաքելությունը։ Եզրափակելով պատկամս շնորհավորեմ Իզմիլյանի անցյալ եւ ներկա օրոլոգները եւ օրոլոգիայի բաժանմունքի աշխատակիցները, որոնց գորովը եւ նվիրումը սադարեցին Իզմիլյան բժշկական կենտրոնի օրոլոգիայի բաժանմունքը օրոլոգիայի գերազանց կենտրոն Գերդումին։ Եվս մի գործընկեր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, օրոլոգիայի եւ ռոբոտային վիրաբուժության ամբնիվարիչ, Սանկտ Պետերբուրգի Վլադիմիր Ալմազովի անվան ազգային բժշկության հետազոտական ինստիտուտի ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար Մկրտիչ Մուսոյան, ով ուղարկել է իր տեսաուղերձը Հոբելյանի կապակցությամբ։ Հարգելի սիրելի բարոն պրոֆեսոր Գրաբսկի, հարգելի սիրելի գոլեգաներ, Իզմիլյան կենտրոնի օրոլոգիական կլինիկայի աշխատակիցներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ունենալ հնարավորություն
ու ձեզ շնորհավորել ձեր հոբելյանի կապակցությամբ։ Այսօր ձեր կլինիկան տարածաշրջանի առաջատարներից մեկն է։ Ես կուզենայի, որ ինչքան շուտ այդքան լավ դուք էլ ունենայիք հնարավորություն ռոբոտիկ տեխնոլոգիաներ օգտագործելով ձեր հիվանդներին օգնություն ցուցաբերելու։ Ձեզ ցանկանում եմ հաջողություն, ձեր ընտանիքներին հաջողություն ու մեր երկրին խաղաղություն։ Ուրախալի է, երբ շնորհավորանքներ են ստացվում հայաստանյան գործընկերներից։ Օրինակ 2010 թվականից Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ ակադեմիկոս պրոֆեսոր 1987-ից 2006 թվականներին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը, կամ էլ մանկական վիրաբույժ ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 1991-ից 1997 թվականներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար, Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար Արա Բաբլոյանը։ Նախ ես ուզում եմ սիրով շնորհավորել Իզմիրյան բժշկական կենտրոնի ուրոլոգիայի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ եւ ցանկանալ կոլեկտիվին հետագա հաջողություններ, որ նույն ձևով, ինչպես ասում են, եւ նույն ոգևորությամբ շարունակի։ Արթուր Գրաբսկուն ես ճանաչում եմ ուսանողական տարիներից եւ Արթուր Գրաբսկին այն եզակի ուսանողներից մեկն է, որը արժանացավ համասանի համար առաջին անվանական թոշակի, այսինքն Մխիթար Հերացու անվան թոշակի։ Ինքը բացառիկ դերակատարում է ունեցել Իզմիլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիայի զարգացման բնագավառում։ Նորից շնորհավորում եմ կոլեկտիվին այդ մեծ հաջողությունների համար։ Ես կարող եմ հպարտ լինել նրանով, որ մաս եմ կազմում Իզմիրյան բժշկական կենտրոնի, որովհետև հենց կենտրոնի ստեղծման սկզբից մինչև այսօր հանդիսանում եմ կառավարման խորհրդի անդամ։ Եվ լինելով կառավարման խորհրդի անդամ, ինքս քաջատեղյակ եմ ամբողջ զարգացման իրեն փուլերին, առավել եւս ուրոլոգիային, որովհետև ինքս լինելով մանկական ուրոլոգիայի մասնակետ, շատ ավելի մեծ, այսպես ասած, առողջություն ունեմ ուրոլոգիայի այն հատվածների հետ Իզմիրյան բժշկական կենտրոնի, որոնք որ օգտագործում են եւ մեծահասակների եւ մանուկների համար։ Մասնավորապես դիստանցիոն լիտոտրիպսիայի մասին է խոսքը, որը որ մեր կենտրոնը հենց Արաբկիր բժշկական համալիրը օգտվում է Իզմիրյան բժշկական կենտրոնի ծառայություններից։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասեմ, որ հպարտ եմ, որ ճանաչում եմ անձնակազմին, հպարտ եմ, որ ճանաչում եմ ղեկավարին, դոկտոր Գրաբսկուն, ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն շնորհավորելու 20-ամյակի կապակցությամբ։ 2000 թվականին Պրոկտոլոգիայի ինստիտուտը սեփականաշնորհվեց։ Հայկական ընդհանուր բարեգործական միության, մասնավորապես Լուիս Սիմոն Մանուկյանի առաջարկով եւ նախաձեռնությամբ 1 տարի անց հաստատությունը նվիրաբերվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Բժշկական հաստատությունը վերանվանվեց Սուրբ Ներսես Մեծ բժշկական կենտրոն։ Մայրաթորը պահպանեց գիտական եւ բժշկական ներուժը, որն ուներ հիվանդանոցը։ Նաեւ բացվեցին նոր բաժանմունքներ։ Այդ օրվանից ի վեր այսօր արդեն Իզմիրյան բժշկական կենտրոնի կառուցվածքում տեղ են գտնում վեհապարի խորհրդականն ու հոգևոր տեսուչը։ Արդեն 2 տասնամյակ է, ինչ Իզմիրյան բժշկական կենտրոնում գործում է ուրոլոգիական բաժանմունքը, առաջնորդությամբ բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Արթուր Գրաբսկու, ով վստահաբար կարող եմ ասել, որ մեծ դեր եւ նշանակություն ունի հիվանդանոցի կյանքում։ Այս բաժանմունքը ծառայում է մեր ժողովրդին, նրա առողջացմանը, դառնալով կենթանի վկայություն Աստծո սիրո եւ ողորմությանը, միշտ մեր առջև ունենալով Քրիստոսի կենարար խոսքերը, որ հիվանդ էի եւ ինձ խնամեցիք։
Եվ այս պատվիրանն է իրականացվում այստեղ ամեն օր յուրաքանչյուր հիվանդի մեջ տեսնելով Աստուծո պատկերն ու նմանությունը։ Այս 20 տարիների ընթացքում այստեղ հազարավոր մարդիկ ոչ միայն բժշկական օգնություն են ստացել, այլև սրտի խաղաղություն, որովհետև երբ մարդը գիտակցում է, որ կյանքը շատ թանկ եւ կարեւոր է, իր քայլերը ավելի է մոտեցնում Աստծուն։ Այս ծերմերը կյանքի կոչվեցին ազգիս վեհափառ հայրապետի նախաձեռնությամբ եւ հոգատար առաջնորդությամբ։ Եվ ահա այս հիվանդանոցը դարձավ կենթանի ծառայություն ոչ միայն բժշկությանը, այլև մեր ժողովրդի քրիստոնեական սիրո եւ ողորմության գործին։ Շնորհավորում եմ մեր պրոֆեսորին, շնորհավորում եմ մեր բոլոր ուրոլոգներին եւ մաղթում, որ իրենց օրհնյալ գործը շարունակեն սիրով, շարունակեն հոգատարությամբ, որպեսզի մեր ժողովուրդը մնան առողջ, թե հոգով եւ թե մարմնով։ Աստված պահապան ամենքիս։ Եվ իհարկե այս ամենը չէր կարող իրականանալ եւ ստացվել առանց նվիրված մարդկանց, նվիրված ոչ միայն մասնագիտությամբ, այլ իրենց երկրին։ Մենք շնորհակալ ենք մեր բոլոր 3 տնօրեններին։ Ամեն մեկը իր ժամանակահատվածում եւ իր փուլում կատարել այն մաքսիմալը, ինչ պիտի աներ մեր մասնագիտություն զարգացնելու եւ բաժանմունքը բարձրացնելու վերև։ Եվ իհարկե մենք շատ շնորհակալ ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որը կանգնած եղել այս 20 տարիներին մեր կողքին եւ ապահովել է ոչ միայն նյութական աջակցությունը, այլ նաեւ հոգեվոր հանգստությունը թե մեզ, թե կարևորը մեր հիվանդներին։ Հազարավոր հիվանդներ են բուժվել այս կլինիկայում։ Ինչն է կարևոր բժշկի համար։ Իհարկե լիարժեք բուժել հիվանդին եւ լսել նրա շուրթերից գեթ մեկ խոսք։ Շնորհակալություն։ Այս բժշկական կենտրոնում, մասնավորապես ուրոլոգիական բաժանմունքում, այս խոսքը հաճախ են լսում։ Այստեղ բուժվել են մի շարք ճանաչված դեմքեր, այդ թվում նաև արվեստագետներ։ Ահա նրանցից երկուսը։ Շնորհավորում եմ 20-ամյակի կապակցությամբ ուրոլոգիչի բաժինը, շնորհավորում եմ Արտուրին Գրաբսկի, որը հրաշալի բժիշկ է, on վրաչ at Բոգը։ Երևի թե դա գեներով է անցել, որտեղ հրաշք բժիշկ կա նաև իր պապան, որին ես շատ լավ ճանաչում եմ, նրան էլ եմ շնորհավորում 20-ամյակի կապակցությամբ։ Արտուր ջան, ամենալավ պրոֆեսիոնալ բաները քեզ եւ առողջություն։ Եվ 20 տարի անցավ, երբ հիմնվել էր Իզմիրլյան հիվանդանոցում, Իզմիրլյան կենտրոնում, փաստորեն ուրոլոգիայի բաժանմունքը։ Ես այդտեղ եղել եմ 7 տարի առաջ եւ պետք է ասեմ, որ Արտուր Մկրտիչովիչը իր խիստ հայացքով, բայց հայացքի մեջ կար մեծ ժպիտ եւ ջերմություն դեպի պացիենտը։ Բոլոր տեսակի ուրեմն անալիզները արեցին եւ եկան այն եզրակացության, որ իմ երիկամս պետք է հեռացնել։ Հեռացրեցին։ Եվ երբ որ ինձ դուրս էին գրում, ինձ ասեց Արտուր Մկրտիչովիչը, որ ծխելը լրիվ թարգում ես, վերջացնում ես, խմելը միայն կարող ես խմես օղի։ Եվ այժմ ես ուզում եմ մեծ ուրախությամբ բաժակ բարձրացնեմ ամբողջ Իզմիրլյան կենտրոնի կենացը, ուրոլոգիայի բաժանմունքի կենացը, Արտուր Մկրտիչովիչի ղեկավարությամբ այդ ուրեմն բաժանմունքի կենացը, բոլոր բժիշկների կենացը։ Եվ ես ցանկանում եմ ձեզ առաջի հերթին մեծ համբերություն եւ մեծ առողջություն, որպեսզի դուք բոլոր ձեր հիվանդներին բուժեք եւ ճանապարհ դնեք։ Ձեր կենացը լավ լինի։ 20 տարի անց կարելի է վստահ ասել, Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան կայացել է։ Ներդրվել են նոր ծառայություններ, ներմուծվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, պատրաստվել արժանի եւ արհեստավարժ աշակերտներ։ Դրանով իսկ ավագ սերունդը կատարել է իրենց ուսուցիչների երազանքը։
փոխանցել գիտելիքները եւ հմտությունները երիտասարդներին, որպեսզի չընդհատվի սերունդների կապը, որպեսզի այդ ամենը ծառայի Հայաստանի օրոլոգիային եւ մեր բնակչությանը։ Մեր համար երբևիցե կարևոր չի եղել մեր բուժառուների ոչ դիրքը, ոչ նյութական հնարավորությունները։ Մենք բուժել ենք բոլորին հավասար, սրտով եւ արեստավարժ։ Եթե խոսում ենք հաջողությունների մասին, առաջընթացի, այդ բոլորը անհնար էր առանց մարդկանց, առանց մեր բաժանմունքի մարդկանց։ Եվ իհարկե չենք կարող մոռանալ ամբողջ Իզմիրլյան բժշկական կենտրոնի անձնակազմին, որոնք միշտ կանգնած են եղել մեր կողքին, աջակցել են 20 տարիների ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը ինձ տվեց ոչ միայն գիտելիք, այլև թիմային համերաշխության արժեքներ, որոնք ինձ ուղեկցում են նաև այսօր որպես Արամյաց բժշկական կենտրոնի տնօրեն։ 20 տարի առաջ մենք սկսեցինք փոքր թիմով, բայց մեծ հավատով։ Կարողացանք հասնել ուսուցչի բաղձալի կարգավիճակին։ Մեր աշխատանքային փորձը այժմ կարողանում ենք փոխանցել մեր երիտասարդներին, որոնք որ ապագայում հույսով ենք զարգացնեն եւ ավելի բարձր աստիճանի հասցնեն այս բաժանմունքը։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր բաժանմունքի ուժը արհեստավար եւ համախմբված կոլեկտիվի մեջ է։ Մեզ միավորում է արժեքների ու նվիրումի ընդհանուր համակարգը։ Մեր բաժանմունքի ուժը միասնության մեջ է։ Մեզ մոտ ամենաբարդ դեպքերը չեն վախեցնում, այլ մարտահրավեր են մեզ համար։ Կրթվելով այստեղ ամեն օր ստանում եմ նոր գիտելիքներ։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս բաժանմունքի մի մաս լինելը մղում է դեպի առաջխաղացում եւ կատարելագործում։ Բժշկության մեջ յուրաքանչյուր սովորած նոր տաս բարելաված կյանք է։ Շարունակենք սովորել, շարունակենք բուժել։ Դուբայի պես անապատում 0-ից, պարզապես դատարկ սենյակից այս մարդիկ կառուցել են լավագույն, ամենաառաջատար ամբողջովին կազմակերպված մի ուրոլոգիական ծառայություն, բաժանմունք չեմ ասում, ծառայություն ասում։ Իզմիրլյանում իմ ճանապարհը սկսվել է ուսանողական նստարանից, իսկ այսօր ես այստեղ եմ որպես մասնագետ։ Իզմիրլյան կենտրոնը մեր աշխատավայրը չէ, սիկ մեր երկրորդ տունն է։ Քանի դեռ այստեղ եմ, շարունակում եմ սովորել։ Իմ ուղին Իզմիրլյան ուրոլոգիայում սկսվել է իմ ասպիրանտուրայի տարիներից։ Այն ժամանակ մենք այստեղ եւ սովորում էինք, եւ աշխատում էինք, եւ կարելի ասել ապրում էինք։ Ընտանիքներ էին ստեղծվում։ Գիտելիքն է հաջողության գրավականը։ Հպարտ եմ, որ իմ մասնագիտական կայացման ուղին անցել է հենց այս բաժանմունքում։ Մենք պատրաստ ենք շարունակել նորարարական լուծումները մեր ոլորտում եւ ողջավորված ենք բաժանմունքի ապագայով։ Մարդկային կյանքի չափանիշներով մեր բաժանմունքը չափազանց երիտասարդ է, ընդամենը 20 տարեկան, սակայն այդ կարճ ժամանակահատվածում մեր բաժանմունքի մասնագետների կողմից կատարվել է հսկայական աշխատանք։ 20 տարի միասին, ինչպես ընտանիքն է, սա ավելի է, քան աշխատանքը։ Մենք հպարտ ենք մեր բաժանմունքի պատմությամբ։ Ես հպարտ եմ, որ իմ մասնագիտությամբ ծառայում եմ մարդկանց երկրի ներսում։ Ուրոլոգիայում մանրուքներ չկան, ամեն նրբություն կարևոր է։ Մենք աշխատում ենք, մենք ընտանիքի նման։ Բժիշկները բուժում են, մենք էլ հոգ ենք տանում հիվանդների մասին։ Ես ուրախ եմ, որ աշխատում եմ այս անձնակազմի հետ։ Խանդավառությունից համակարգ, գաղափարից իրականություն, կլինիկայից դպրոց։ Եվ ամենակարևորը, սա ընդամենը սկիզբն է։ Եվ վերջում հետգրություն։ Վառած բուրվարը մեր հավատամքի, բժշկի վսեմ կոչումն ընդունել։ 2 տասնամյակ զոր աշխատանքի տառապանքն ուղին մի շնչով անցնել։ Համբերման ուժով իրար աջակցած, յուրաքանչյուրին սրտացավ վարվել, գիտության հետ սերտ փորձն համակցված, ախտահարումն է միշտ հաղթահարվել։ Ճակատագրով երբեք չհատվող խանդավառությամբ լցված ճանապարհ, առողջարար նոր որակներ ծնող մասնագիտական անխորդակ պատվար։ Մկրտիչ Գրաբսկի նվիրվում է ուրոլոգիայի բաժանմունքի 21-ին։